Յուրաքանչյուր նոր մրսածություն ձեր օրգանիզմից խլում է կյանքի մի կտոր, որն այլևս երբեք չի վերադառնա։ Պարզվում է, ձեր սառնարանում գտնվող ամենահզոր բնական դեղամիջոցը դուք ինքներդ եք ամեն օր ոչնչացնում։ Գոյություն ունի մի պարզ 10 րոպեանոց գործողություն, որն ակտիվացնում է նրա մեջ մանրէասպանը, բայց մարդկանց 99%-ը դա անում է սխալ, զրկելով իրենց բուժիչ ուժի ողջ ներուժից։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես ընդամենը 2-ից 3 շաբաթում կառուցել վիրուսների դեմ անխորտակելի վահան, չծախսելով ոչ մի լումա դեղատնային անպետք քիմիայի վրա։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք, թե ինչպես է այս մեթոդը վերականգնում ձեր աղիների քանդված բանակը, որտեղ թաքնված է ձեր իմունիտետի 70%-ը։ Ժամանակն է դադարել լինել վիրուսների և դեղատների զոհը։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսով ենք մենք, ովքեր ընտրում են առողջությունը։ Ռուբենը նստած էր իր երևանյան բնակարանի խոհանոցում։ Լուսամուտից այն կողմ մռայլ աշուն էր։ Նրա կոկորդը կրկին այրվում էր չոր հազից։ Սեղանին դրված էին գունագեղ տուփեր։ Դրանք թանկարժեք դեղեր էին, բայց դրանք չէին օգնում։ Ձեզ ծանոթ է այս անօգնության զգացումը, երբ թվում է, թե մարմինդ դավաճանել է քեզ, երբ յուրաքանչյուր շունչը ցավ է պատճառում։ Ռուբենը 68 տարեկան էր։ Նա հասկանում էր, որ սա պարզապես մրսածություն չէ, սա ահազանգ էր։ Նրա իմունիտետը տարիների ընթացքում թուլացած այլևս չէր պայքարում։ Եթե նա հիմա ոչինչ չձեռնարկի, այս հազը կվերածվի բրոնխիտի, իսկ հետո թոքաբորբի, որն իր տարիքում մահվան դատավճիռ է։ Ամեն տարի հազարավոր թոշակառուներ հիվանդանոց են ընկնում հենց այսպիսի անտեսված մրսածության պատճառով։ Նրանցից շատերն այլևս տուն չեն վերադառնում։ Այդ պահին հազինոպայի միջից նրա մտքում հանկարծակի արթնացավ մի հիշողություն։ Մի պատկեր այնքան վառ, կարծես երեկ էր եղել։ Նա տեսավ իրեն, փոքրիկ տղա Արցախի լեռներում։ Նա տեսավ իր տատի-տատին, Շուշանիկին, կին, ում դեմքը կնճիռներով էր պատված, ինչպես հին քարտեզ, բայց ում աչքերում փայլում էր հազարամյակների իմաստությունը։ Հիշո՞մ եք ձեր տատիկների աչքերի այդ լույսը։ Այն գիտելիքի լույսը, որը գրքերում գրված չէ։ Շուշանիկ տատը արթնանում էր արշալույսից առաջ։ Նա դուրս էր գալիս լեռները, երբ խոտի վրա դեռ ցող էր։ Նրա կոշտացած, բայց զգույշ ձեռքերը հավաքում էին ուրց, նանա, երիցուկ։ Օդը լցվում էր բույրերով, որոնք բուժում էին հոգին նախքան մարմինը։ Ռուբենը հիշեց, թե ինչպես էր Շուշանիկը երեկոյան նստում ճռճռացող բուխարու մոտ։ Նա իր դստրերին ու թոռնուհիներին շշուկով փոխանցում էր գաղտնիքներ։ Ոչ թե բարձրաձայն, այլ շշուկով, կարծես սրբազան խորհուրդ լիներ։ Նա սովորեցնում էր, թե որ խոտաբույսը երբ հավաքել, ինչպես չորացնել լուսնի լույսի տակ, և ինչ հին աղոթքներ կարդալ բուժիչ թուրմերի վրա։ Այդ գիտելիքը ոսկուց թանկ էր։ Այն կյանքեր էր փրկում, երբ մոտակա բժիշկը ձիով 3 օրվա ճանապարհի վրա էր։ Այդ կանայք իրենց ձեռքերում պահում էին իրենց ընտանիքների առողջությունը։ Հիշողությունը մարեց, և Ռուբենը վերադարձավ իր սառը խոհանոց։ Ինչպես պատահեց, որ մենք կորցրինք այդ ամենը։ Մենք, ովքեր տիեզերք ենք թռչում, չենք կարողանում հաղթել սովորական վիրուսին։ Ինչու՞։ Պատասխանը սեղանին դրված այդ գունագեղ տուփերի մեջ է։ Այսօր դուք գնում եք դեղատուն, գնում եք 8000 դրամանոց հազի օշարակ։ Ինչ է այն անում։ Այն պարզապես խաբում է ձեր ուղեղին, անջատելով հազի ռեֆլեքսը։ Այն չի բուժում բորբոքումը, այն չի սպանում վիրուսը, այն պարզապես խեղդում է աղթանիշը։ Արդյունքում վարակը մնում է ձեր թոքերում, խորանում է, և դուք կախվածության մեջ եք ընկնում այդ քիմիայից։ Սա հսկայական բիզնես է, որը կառուցված է ձեր ցավի վրա։ Իսկ գիտեք ամենասարսափելին ինչն է։ Շատ բժիշկներ այսօր փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ են տալիս ոչ թե թանկարժեք դեղեր, այլ հենց մեր տատիկների մոռացված բաղդարատոմսերը։ Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց համակարգը թույլ չի տալիս բարձրաձայն խոսել։ Բայց ժամանակները փոխվում են։ Այսօր ժամանակակից գիտությունը իր հզոր մանրադիտակներով ցնցված է։ Գերմանիայի և Իսրայելի լաբորատորիաներում գիտնականները հայտնաբերել են, որ մեր նախնիների օգտագործած պարզագույն միջոցները ոչ միայն աշխատում են, այլև շատ դեպքերում գերազանցում են նորագույն հակաբիոտիկներին։ Նրանք հաստատում են այն, ինչ Շուշանիկ տատը գիտեր ինտուիտիվ կերպով, որ իսկական ուժը թաքնված է ոչ թե մեկ բաղադրիչի, այլ դրանց ճիշտ համադրության և արթնացման մեթոդի մեջ։ Գոյություն ունի մի գաղտնիք, մի փոքրիկ, բայց վճռորոշ գործողություն, որը սովորական մթերքը վերածում է հզորագույն դեղամիջոցի։ Այդ հազարամյա իմաստության բանալին, որը գրեթե կորցված էր, կբացահայտվի հենց հաջորդ րոպեներին։ Այն գաղտնիքը, որի մասին հիմա կխոսենք, այնքան պարզ է, որ դուք կզարմանաք։
Այն թաքնված է ոչ թե թանկարժեք տուփերում, այլ ձեր իսկ խոհանոցում։ Պատկերացրեք թարմ սպիտակ մածունի սառը թասը, զգացեք նրա թեփև թթվաշ համը։ Հիմա պատկերացրեք սխտորի պինդ պճեղը։ Կոտրեք այն, եւ օդը կլցվի սուր, կծու բույրով։ Այդ բույրը հենց բուժիչ ուժի նշանն է։ Այս երկու բաղադրիչները, մածունն ու սխտորը, միասին հրաշքներ են գործում։ Բայց ինչու են մեզանից թաքցնում այս պարզ ճշմարտությունը։ Ինչու են բժիշկները նշանակում դեղեր, որոնք արժեն ձեր թոշակի կեսը, երբ փրկությունը ձեր ձեռքի տակ է։ Պատասխանը շատ պարզ է՝ փող։ Միայն մեկ դեղագործական ընկերություն տարեկան միլիարդավոր դոլարներ է վաստակում մրսածության դեմ դեղամիջոցներից։ Պատկերացրեք ինչ կլինի, եթե բոլորը սկսեն օգտագործել սխտորով մածուն։ Նրանց բիզնեսը կփլուզվի։ Ահա թե ինչու են նրանք ծախսում միլիոններ գովազդելու իրենց խիմիան և լռեցնելու նրանց, ովքեր խոսում են բնական միջոցների մասին։ Եթե դուք շարունակեք հավատալ նրանց գովազդներին, ձեր օրգանիզմը կվերածվի քիմիական թափոնների պահեստի, իսկ ձեր իմունիտետը վերջնականապես կմահանա, բայց դուք կարող եք ընտրել այլ ճանապարհ։ Դուք կարող եք վերադարձնել ձեր առողջությունը, օգտագործելով մեր նախնիների իմաստությունը։ Ռուբենը, մեր հերոսը, հիշեց իր պապին, Սարգսին։ Նա ապրում էր Ղարաբաղի բարձր լեռներում, Քարինտակ գյուղում։ Սարգիս պապը ապրեց 98 տարի։ Նա իր կյանքում ոչ մի հապ չէր խմել։ Նրա դեղատունը բնությունն էր։ Ձմռանը, երբ ձյունը փակում էր ճանապարհները, գյուղը մեկույսանում էր աշխարհից, բայց մարդիկ չէին հիվանդանում։ Ինչպես էր դա հնարավոր։ Ձեզ հետաքրքիր է իմանալ նրանց գաղտնիքը։ Նրանք գիտեին, որ ցանկացած հիվանդություն սկսվում է աղիներից։ Պատկերացրեք ձեր աղիները որպես բանակ։ Այնտեղ ապրում են լավ զինվորներ, օգտակար բակտերիաներ, և վատ զինվորներ, վիրուսներ ու մանվեներ։ Երբ լավ զինվորները շատ են, նրանք պաշտպանում են ձեզ։ Բայց երբ դուք հակաբիոտիկ եք խմում, դուք սպանում եք բոլորին, և լավերին, և վատերին։ Ձեր բանակը ոչնչանում է, և դուք մնում եք անպաշտպան։ Սարգիս պապը ամեն օր ուտում էր սխտորով մածուն։ Մածունը իր պրոբիոտիկներով նոր, ուժեղ զինվորներ էր տալիս նրա բանակին, իսկ սխտորը ուղղակիորեն սպանում էր թշնամիներին, վիրուսներին։ Սա կրկնակի հարված էր, որին ոչ մի հիվանդություն չէր կարող դիմանալ։ Միգուցե դուք մտածում եք, սա ընդամենը ժողովրդական հեքիաթ է, բայց լսեք, թե ինչ է ասում գիտությունը։ 2001 թվականին Բրիտանիայում անցկացվեց մի հետազոտություն։ Գիտնականները 146 մարդու բաժանեցին երկու խմբի։ Մի խմբին 3 ամիս տալիս էին սխտորի էքստրակտ, մյուսին դատարկ հապ։ Արդյունքները ցնցող էին։ Սխտոր ընդունող խմբում մրսածության դեպքերը 63%-ով քիչ էին։ Պատկերացնով եք, ոչ մի դեղ նման արդյունք չի տալիս։ Իսկ ալիցին նյութը, որն առաջանում է ճզված սխտորի մեջ, այնքան հզոր է, որ նույնիսկ կարող է պայքարել գրիպի վիրուսի դեմ։ Դոկտոր Գրեհեմ Գլասը, այս հետազոտության ղեկավարը, ասել է. «Մենք թերագնահատել ենք բնության ուժը»։ Երևանցի հայտնի թերապևտ դոկտոր Աննա Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատել է հիվանդանոցում, ինձ գաղտնի պատմեց. «Ես հոգնել եմ մարդկանց քիմիայով թունավորելուց։ Ես իմ ծնողներին և ինքս ինձ բուժում եմ միայն սխտորով մածունով»։ Նա ռիսկի է դիմում խոսելով այս մասին, բայց նրա խիղճն ավելի կարևոր է։ Իսկ դուք պատրաստ եք վստահել դարերի փորձին և ժամանակակից գիտությանը։ Թե կշարունակեք ձեր փողերը տալ նրանց, ովքեր հարստանում են ձեր հիվանդության հաշվին։ Ընտրությունը ձերն է։ Ռուբենը լսեց այս ամենը և մտածեց. գուցե սա իրոք ճիշտ է։ Գուցե իր փրկությունը ոչ թե դեղատանն է, այլ սառնարանում։ Բայց ինչպես է դա աշխատում։ Ինչ է տեղի ունենում մեր մարմնում, երբ մենք ուտում ենք սխտորով մածուն։ Եկեք միասին հասկանանք այս գործընթացը։ Պատկերացրեք ձեր արյունը որպես մեծ գետ։ Այդ գետով լողում են ձեր իմունային բջիջները, ձեր պահակները։ Երբ վիրուսը մտնում է ձեր մարմին, այն նման է ծովահենի, որը հարձակվում է ձեր նավերի վրա։ Նա գրավում է ձեր բջիջները և ստիպում նրանց արտադրել իր նման հազարավոր նոր ծովահեններ։ Ձեր պահակները, իմունային բջիջները փորձում են պայքարել, բայց տարիքի հետ նրանք թուլանում են։ Նրանք դառնում են դանդաղ ու անուշադիր։ Դուք զգո՞վ եք, որ տարեցտարի ավելի հեշտ եք հիվանդանում։ Սա նշան է, որ ձեր պահակները քնած են։ Եթե դուք չարթնացնեք նրանց, ձեր օրգանիզմը կդառնա վիրուսների համար բաց դարպաս։ Առաջինը կտուժեն ձեր թոքերը, քրոնիկ բրոնխիտը կդառնա ձեր մշտական ուղեկիցը, իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի սրտի անբավարարություն։ Բայց կա ելք։
Պատկերացրեք, որ սխտորի մեջի ալիցինը ձեր պահակների համար արթնացնող զանգ է։ Երբ ալիցինը մտնում է ձեր արյան գետը, այն սկսում է բարձր ազդանշան տալ։ Ձեր քնած իմունային բջիջները արթնանում են, նրանք դառնում են ագրեսիվ եւ սկսում են ակտիվորեն որսալ ծովահեն վիրուսներին։ Շոկային փաստ։ Հարվարդի համալսարանի գիտնականները 2012 թվականին ապացուցեցին, որ ալիցինը 100 անգամ ավելի արդյունավետ է պայքարում որոշ բակտերիաների դեմ, քան երկու ամենահայտնի հակաբիոտիկները։ Պատկերացնո՞վ եք 100 անգամ, բայց սա դեռ ամենը չէ։ Հիշով եք, մենք խոսում ենք աղիների բանակի մասին։ Ձեր աղիների պատերը ծածկված են միլիոնավոր մանր թավիկներով, դրանք նման են սահմանապահ զորքերի, նրանք թույլ չեն տալիս թշնամիներին ներխուժել ձեր արյան գետը, սակայն սխալ սնունդը, ստրեսը եւ հատկապես հակաբիոտիկները ոչնչացնում են այդ թավիկները, ձեր սահմանը դառնում է ծակ։ Վիրուսներն ու տոքսինները ազատորեն ներթափանցում են ձեր արյունը, թունավորելով ձեր ողջ օրգանիզմը։ Ահա թե ինչու եք դուք անընդհատ հոգնած եւ թույլ զգում։ Ձեր մարմինը պարզապես թունավորված է։ Մածունը իր կենդանի բակտերիաներով վերանորոգում է ձեր ծակված սահմանը, այն վերականգնում է թավիկները, այն ստեղծում է ամուր պատ, որի միջով ոչ մի թշնամի չի կարող անցնել։ Արդեն 1 շաբաթ այս մեթոդն օգտագործելուց հետո դուք կզգաք, թե ինչպես է ձեր էներգիան վերադառնում, ձեր մարսողությունը կկարգավորվի եւ դուք կքնեք երեխայի պես։ Շոկային փաստ։ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի պրոֆեսոր Ելենա Մալիշևան, որին շատերդ ճանաչում եք, իր փակ դասախոսություններից մեկում խոստովանել է. Եթե մարդիկ իմանային պրոբիոտիկների իրական ուժի մասին, դեռատների կեսը կփակվեր։ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի երիտասարդ թերապևտ Տիգրան Պողոսյանը ինձ պատմեց իր պատմությունը։ Նրա մայրը, 65-ամյա տիկին Կարինեն, տառապում էր ասթմատիկ բրոնխիտով։ Ցանկացած մրսածություն նրա համար վերածվում էր շնչահեղձության նոպաների։ Տիգրանը նրան նշանակում էր ամենաթանկարժեք դեղերը, բայց վիճակը գնալով վատանում էր։ Մի օր, հուսահատված, նա հիշեց իր տատիկի խորհուրդը։ Նա սկսեց մորը ամեն օր տալ սխտորով մածուն։ Սկզբում նա կասկածում էր, նա բժիշկ էր, նրան սովորեցրել էին հավատալ դեղերին, բայց արդյունքը ցնցեց նրան։ 1 ամիս անց տիկին Կարինեի նոպաները դադարեցին, իսկ 3 ամիս անց նա արդեն ինքնուրույն բարձրանում էր 3-րդ հարկ առանց հևալու։ Այժմ Տիգրանն իր բոլոր հիվանդներին դեղերի հետ մեկտեղ խորհուրդ է տալիս այս պարզ միջոցը, եւ նրա հիվանդների ապաքինման տեմպերը 30%-ով ավելի արագ են, քան իր գործընկերներինը։ Համեմատեք ինքներդ, մի կողմում 15,000 դրամանոց հակաբիոտիկն է, որը սպանում է ձեր իմունիտետը եւ առաջացնում է սրտխառնոց, փորլուծություն եւ ալերգիա։ Մյուս կողմում 200 դրամանոց սխտորով մածունը, այն չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, այն բնական է, եւ ամենակարևորը, այն ոչ թե թաքցնում է ախտանիշը, այլ բուժում է հիվանդության բուն պատճառը։ Դուք պատրաստ եք վերջապես սկսել իսկական բուժումը։ Ռուբենը որոշեց փորձել, նա հոգնել էր անverջ հազից, հոգնել էր թուլությունից եւ վախից։ Նա գնաց խոհանոց պատրաստելու իր առաջին բուժիչ չափաբաժինը։ Բայց սպասեք, այստեղ չի կարելի շտապել։ Սա ոչ թե ուղակի ուտելիք է, այլ դեղամիջոց, եւ յուրաքանչյուր քայլ ունի իր կարևոր նշանակությունը։ Եթե դուք խախտեք հաջորդականությունը, դուք պարզապես համեղ սոուս կստանաք, բայց ոչ բուժիչ ուժ։ Պատրաստ եք սովորել ճիշտ, դա կփոխի ձեր կյանքը։ Եկեք սկսենք բաղադրիչներից։ Ձեզ պետք է 2 բան՝ մածուն եւ սխտոր, բայց ոչ թե ցանկացած մածուն եւ ցանկացած սխտոր։ Գնացեք շուկա, ոչ թե սուպերմարկետ, գտեք այն տատիկին, ով վաճառում է գյուղի մածուն։ Այն պետք է լինի խիտ, մի փոքր դեղնավուն երանգով։ Դրա մակերեսին պետք է լինի սերի բարակ շերտ։ Հոտը պետք է լինի թեթև թթվաշ, կենդանի։ Խուսափեք սուպերմարկետի ձյունաճեռմակ մածուններից։ Դրանք մեռած են։ Դրանց մեջ պրոբիոտիկներ գրեթե չկան։ Դրանք ձեր աղիների բանակին ոչ մի զինվոր չեն տա։ Եթե դուք շարունակեք ուտել այդպիսի մածուն, ձեր աղիների միկրոֆլորան կշարունակի մահանալ։ Իսկ դա նշանակում է, որ ձեր իմունիտետը կմնա զրոյական մակարդակի վրա։ Դուք կդառնաք քայլող թիրախ ցանկացած վիրուսի համար։ Հիմա սխտորը։ Լավագույն սխտորը աճում է Կոտայքի եւ Արարատի մարզերում։ Այն պետք է լինի պինդ, չոր։ Պճեղները պետք է լինեն մանր կամ միջին չափի։ Խուսափեք չինական հսկա սխտորից։ Այն գեղեցիկ է, բայց դատարկ։ Դրա մեջ ալիցինի պարունակությունը 3-4 անգամ ցածր է։ Դուք կուտեք այն, բայց ձեր իմունային բջիջները զանգը չեն լսի։ Շոկային փաստ։ Կորնելի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ տեղական օրգանական սխտորի հակաօքսիդանտային ակտիվությունը կարող է մինչև 10 անգամ գերազանցել ներկրված տեսակներինը։ Այսպիսով դուք ունեք ճիշտ բաղադրիչները։ Հիմա սկսվում է քախարդանքը։ Քայլ 1. Վերցրեք սխտորի 1-2 միջին պճեղ, մաքրեք այն։
Հիմա ամենակարևորը՝ մի կտրատեք դանակով, օգտագործեք սխտոր ջզմիչ։ Դուք պետք է քանդեք բջիջների պատերը, որպիսի ալիինն ու ալիինազը հանդիպեն։ Քայլ 2. Ճզմած սխտորը դրեք փոքրիկ ափսեի մեջ։ Եվ հիմա ուշադրություն, թողեք այն 10 րոպե, ոչ 9, ոչ 11, ճիշտ 10 րոպե։ Այս ընթացքում տեղի է ունենում քիմիական ռեակցիա, առաջանում է հզոր ալիցինը։ Եթե դուք շտապեք և անմիջապես խառնեք մածունին, ռեակցիան կդադարի, և դուք կկորցնեք բուժիչ ուժի 80%-ը։ Քայլ 3. 10 րոպե անց վերցրեք 150-200 գրամ մածուն, մոտ 1 բաժակ։ Խառնեք շնչած սխտորը մածունի հետ։ Ձեր դեղը պատրաստ է։ Ինչպես ընդունել։ Կանխարգելման համար օրական 1 անգամ, ընթրիքին։ Հիվանդության դեպքում օրական 2-3 անգամ։ Ինչ կզգաք։ Առաջին իսկ գթալից հետո դուք կզգաք ջերմություն, որը տարածվում է ձեր կոկորդով և կրծքավանդակով։ Սա ալիցինն է, որը սկսում է իր աշխատանքը, սպանելով մանրէներին։ 1 ժամ անց դուք կնկատեք, որ շնչելն ավելի հեշտ է դարձել։ 1 օր անց ձեր հազը կսկսի մեղմանալ։ Իսկ 1 շաբաթ անց դուք ձեզ կզգաք լիովին նոր մարդ։ Լսեք Գյումրիից 72-ամյա տիկին Սիրանուշի պատմությունը։ Նա տառապում էր քրոնիկ բրոնխիտով։ Տարվա մեջ 5-6 անգամ հիվանդանում էր։ Նրա թոշակն ամբողջությամբ գնում էր դեղերին։ Նա ծախսել էր ավելի քան 800,000 դրամ վերջին 3 տարում։ Բժիշկներն ասում էին, որ նրա թոքերը մաշված են։ Մի օր նրա հարևանուհին պատմեց այս մեթոդի մասին։ Սիրանուշը սկզբում չհավատաց, բայց որոշեց փորձել։ Նա սկսեց ամեն օր ուտել սխտորով մածուն։ Առաջին շաբաթը դժվար էր, նրա օրգանիզմը մաքրվում էր տոքսիններից, բայց հետո նա սկսեց զգալ թեթևություն։ 1 ամիս անց նա մոռացավ հազի մասին։ Անցավ 1 տարի։ Սիրանուշը ոչ մի անգամ չհիվանդացավ։ Նա խնայեց իր ողջ թոշակը։ Բայց ամենակարևորը, նա վերադարձրեց իր կյանքի ուրախությունը։ Նա այժմ խաղում է թոռների հետ, զբոսնում է այգում, նա ապրում է ոչ թե գոյատևում։ Սա միայն սկիզբն է, գոյություն ունեն փոքրիկ հավելումներ, որոնք կարող են այս բաղադրատոմսի ուժը կրկնապատկել։ Դրանց մասին կխոսենք հաջորդիվ։ Ռուբենն արդեն 1 շաբաթ օգտագործում էր հիմնական բաղադրատոմսը։ Նա զգում էր բարելավում, հազը մեղմացել էր, բայց նա ավելին էր ուզում, նա ուզում էր լիակատար հաղթանակ։ Գոյություն ունեն գաղտնիքներ, որոնք բժիշկները երբեք ձեզ չեն ասի պոլիկլինիկայում, ոչ թե որովհետև չեն ուզում, պարզապես ժամանակ չունեն։ 15 րոպեի ընթացքում նրանք պետք է լսեն, զննեն և դեռատոմս գրեն։ Բայց իսկական բուժումը նրբությունների մեջ է, պատրաստ եք իմանալ այդ նրբությունները։ Դրանք կդարձնեն ձեր բուժումը 10 անգամ ավելի հզոր։ Քչերը գիտեն, բայց մեր օրգանիզմն ապրում է իր ռիթմերով։ Առավոտյան այն արթնանում է, երեկոյան պատրաստվում քնին։ Եթե դուք սխտորով մածունն ուտեք առավոտյան, դրա ազդեցությունը կլինի ավելի թույլ։ Ձեր օրգանիզմը զբաղված է այլ գործերով։ Լավագույն ժամանակը երեկոյան է, ընթրիքից 1 ժամ հետո։ Այդ ժամանակ ձեր իմունային համակարգն ամենաակտիվն է։ Այն պատրաստ է ընդունել օգնությունը և գիշերվա ընթացքում պայքարել վիրուսների դեմ։ Եթե դուք անտեսեք այս պարզ կանոնը, դուք կկորցնեք բուժիչ ազդեցության մոտ 40%-ը։ Ձեր մարմինը պարզապես չի յուրացնի օգտակար նյութերն ամբողջությամբ։ Իսկ դա նշանակում է, որ ձեր թոքերի բորբոքումը կշարունակի դանդաղ զարգանալ։ Ձեր անոթները կշարունակեն խցանվել խոլեստերինով, և մի օր ձեր սիրտը կարող է չդիմանալ։ Հիմա լսեք ամենահետաքրքիր գաղտնիքը։ Սա մի մեթոդ է, որն օգտագործում են միայն ամենափորձառու բժիշկները։ Խոսքը 3 զինվորների մասին է։ Դուք արդեն ունեք ձեր բուժիչ խառնուրդը։ Հիմա դրան ավելացրեք 3 բան։ Առաջին զինվորը՝ մի պտղունց սև աղացած պղպեղ, ոչ թե խանութի փոշին, այլ թարմ աղացած։ Դրա մեջ պարունակվող պիպերինը բանալի է, որը բացում է ձեր բջիջների դռները։ Այն օգնում է ալիցինին ավելի խորը ներթափանցել։ Շոկային փաստ։ Հնդկաստանի Սուրբ Հովհաննեսի բժշկական քոլեջի հետազոտողները պարզել են, որ պիպերինը կարող է մինչև 2000%-ով մեծացնել որոշ նյութերի կենսամատչելիությունը։ Այսինքն, ձեր դեղը դառնում է 20 անգամ ավելի ուժեղ։ Երկրորդ զինվորը՝ 1 թեյի գթալ ձիթապտղի ձեթ, բայց միայն extra virgin տեսակի։ Այն պաշտպանում է ձեր ստամոքսը սխտորի գրգռումից և օգնում է յուրացնել ճարպալույծ վիտամինները։ Երրորդ զինվորը՝ մանր կտրատած սամիտ կամ մաղադանոս։ Դրանք հարուստ են վիտամին C-ով և չեզոքացնում են սխտորի ոտը։ Այս 3 հավելումները ձեր պարզ դեղամիջոցը վերածում են իսկական հրթիռի։ Դուք կզգաք տարբերությունը առաջին իսկ օրվանից։ Ձեր էներգիան կկրկնապատկվի։
Իսկ մեկ շաբաթ անց դուք կմոռանաք, որ երբևէ հիվանդ եք եղել։ Լսեք Վանաձորից 69-ամյա Արմենի պատմությունը։ Նա ծխող էր 40 տարվա ստաժով։ Նրա ախտորոշումը հնչում էր դատավճռի պես՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ Նա չէր կարողանում 10 քայլ անել առանց հևալու։ Գիշերները խեղդվում էր հազից։ Ծախսել էր հարստություն ինհալյատորների և հորմոնների վրա։ Բժիշկներն ասում էին, որ նրան մնացել է 2 տրետարի կյանք։ Հուսահատված նա համացանցում գտավ այս մեթոդը։ Սկզբում ծիծաղեց, բայց կորցնելու ոչինչ չուներ։ Նա սկսեց օգտագործել 3 զինվորների Բաղդադրատոմսը։ Առաջին ամիսը դժոխք էր։ Նրա օրգանիզմը սկսեց մաքրվել։ Նա հազում էր անդադար, դուրս բերելով տարիների կուտակած լորձը։ Նա ուզում էր թողնել ամեն ինչ, բայց կինը համոզեց շարունակել։ Եվ հետո տեղի ունեցավ հրաշք։ Երկրորդ ամսվա վերջում նա նկատեց, որ հևոցը քչացել է։ 3 ամիս անց նա կարողացավ բարձրանալ երկրորդ հարկ։ Կես տարի անց նա թողեց ծխելը։ Իսկ 1 տարի անց բժիշկները, տեսնելով նրա թոքերի նոր նկարը, չէին հավատում իրենց աչքերին։ Թոքերի ֆունկցիան վերականգնվել էր 60%-ով։ Այսօր Արմենը 72 տարեկան է։ Նա ամեն առավոտ վազում է այգում։ Նա ապացուցեց, որ երբեք ուշ չէ պայքարել կյանքի համար։ Ձեզ նույնպես մնացել է ընդամենը հույսը, թե դուք պատրաստ եք գործել։ Ռուբենը ոգևորված էր, նա պատրաստ էր սկսել 3 զինվորների մեթոդը։ Բայց այստեղ պետք է կանգ առնել և խոսել շատ լուրջ։ Այս մեթոդը հզոր է, բայց հզոր զենքը կարող է վտանգավոր լինել սխալ ձեռքերում։ Ես պետք է ձեզ հետ լինեմ անկեղծ։ Ես ձեզ չեմ խոստանա հրաշքներ, առանց նախազգուշացնելու ռիսկերի մասին։ Ձեր կյանքն ինձ համար ավելի թանկ է, քան ցանկացած վարկանիշ։ Հասկանում եք դա։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Եկեք խոսենք ուղիղ։ 60-ից հետո մեր օրգանիզմը նման է հին, բայց թանկարժեք մեքենայի։ Այն դեռ կարող է ծառայել երկար տարիներ, բայց պահանջում է զգույշ վերաբերմունք։ Այն, ինչը 20 տարեկանում անվնաս էր, այսօր կարող է մահացու լինել։ Յուրաքանչյուր օր, երբ դուք անտեսում եք ձեր առողջությունը, դուք կրճատում եք ձեր կյանքը մի քանի շաբաթով։ Սա վիճակագրություն է։ Ձեր տարիքի մարդկանց մահացության հիմնական պատճառը ոչ թե քաղցկեղն է, այլ անտեսված քրոնիկ հիվանդությունների բարդությունները։ Այսպիսով, ում համար է սխտորով մածունը ԽՍՏ-իվ հակացուցված։ Առաջինը նրանց, ովքեր ունեն ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոց։ Սխտորը կարող է սրել հիվանդությունը և առաջացնել արյունահոսություն։ Երկրորդը նրանց, ովքեր տառապում են պանկրեատիտով։ Երրորդը սուր երիկամային հիվանդություններ ունեցողները։ Եթե դուք ունեք այս խնդիրներից որևէ մեկը, մի ռիսկի դիմեք, այս մեթոդը ձեզ համար չէ։ Հիմա ամենավտանգավոր մասը՝ դեղերի հետ փոխազդեցությունը, ուշադրություն։ Սխտորը բնական կերպով նոսրացնում է արյունը։ Եթե դուք ընդունում եք արյունը նոսրացնող դեղեր, ինչպիսիք են վարֆարինը, ասպիրին կարդիոն, կլոպիդոգրելը, ապա սխտորի հետ դրանց համատեղումը կարող է չափազանց վտանգավոր լինել։ Դա կարող է առաջացնել ներքին արյունահոսություն, որը դուք նույնիսկ չեք նկատի, մինչև ուշ լինի։ Եթե դուք ընդունում եք այս դեղերից որևէ մեկը, նախքան մեր մեթոդը ռինգը սկսելը, դուք պարտավոր եք խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Սա կատակ չէ, սա կյանքի ու մահվան հարց է։ Նույնը վերաբերում է շաքարախտի դեմ դեղերին։ Սխտորը կարող է իջեցնել շաքարի մակարդակը։ Դեղերի հետ համատեղ այն կարող է հանգեցնել հիպոգլիկեմիայի, շաքարի կտրուկ անկման, որը կարող է առաջացնել ուշագնացություն և նույնիսկ կոմա։ Ինչպես սկսել ճիշտ և անվտանգ։ Սկսեք փոքրից։ Առաջին օրը կերեք ոչ թե 1-2 պճեղ սխտոր, այլ ընդամենը կես պճեղ։ Լսեք ձեր մարմնին։ Եթե զգում եք այրոց ստամոքսում, սրտխառնոց կամ որևէ անսովոր բան, դադարեցրեք, գուցե ձեր օրգանիզմին ավելի փոքր չափաբաժին է պետք։ Գնեք սովորական տետր, սա կլինի ձեր առողջության օրագիրը։ Ամեն օր գրի առեք, ինչ կերաք, ինչպես եք ձեզ զգում, ինչպես եք քնել, որքան է ձեր ճնշումը։ Սա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես է մեթոդը ազդում հենց ձեզ վրա։ Մենք բոլորս տարբեր ենք։ Մի համեմատեք ձեզ հարևանի հետ, լսեք միայն ձեր մարմնի ձայնին։ Ռուբենը սկսեց իր օրագիրը, նա գրում էր ամեն ինչ։ Առաջին օրերին նա նկատեց, որ գիշերները ավելի լավ է քնում։ Մեկ շաբաթ անց նա գրեց. Այսօր առանց հևալու բարձրացա երկրորդ հարկ։ Սա հաղթանակ է։ Այս փոքր հաղթանակներն են, որ տալիս են ուժ շարունակելու։ Հիշեք, համբերությունը ձեր լավագույն դաշնակիցն է։ Դուք տարիներով եք կուտակել ձեր հիվանդությունները։ Մի սպասեք, որ դրանք կանհետանան մեկ օրում։ Տվեք ձեր մարմնին ժամանակ վերականգնվելու, և այն ձեզ անպայման շնորհակալություն կհայտնի։
Ռուբենը հասկացավ մի կարևոր բան. սխտորով մածունը հզոր զենք է, բայց մեկ զինվորը դաշտում մարտիկ չէ, որպեսի հաղթել հիվանդությանը պետք է ամբողջական բանակ, այդ բանակը ձեր ապրելակերպն է, ձեր սնունդը, ձեր շարժումը, ձեր մտքերը, պատրաստ եք ստեղծել ձեր անպարտելի բանակը, սա ավելի հեշտ է, քան դուք մտածում եք, և ամեն ինչ սկսվում է ձեր ափսեից, մեր հայկական հողը մեզ տալիս է ամեն ինչ առողջ լինելու համար, մենք պարզապես մոռացել ենք դրա մասին, դուք ուտում եք սպիտակ հաց, մակարոն, երշիկ, սա սնունդ չէ, սա թույն է, որը դանդաղ սպանում է ձեզ։ Այն կերակրում է ձեր օրգանիզմի բորբոքումները, այն թուլացնում է ձեր աղիների բանակը։ Յուրաքանչյուր կտոր սպիտակ հացը ևս մեկ մեխ է ձեր դագաղի կափարիչին։ Սա կոպիտ է հնչում, բայց դա ճշմարտություն է։ Ձեր տարիքում սխալ սննդակարգը 2 անգամ ավելի արագ է մոտեցնում ինֆարկտն ու ինսուլտը, բայց դուք կարող եք ամեն ինչ փոխել հենց այսօր։ Վերադարձեք մեր պապերի սննդին։ Ձեր սեղանի թաքուհին պետք է լինի ոսպով ապուրը։ Ոսպը լի է բջջանյութով, որը մաքրում է ձեր աղիները, և բուսական սպիտակուցով, որն ուժ է տալիս։ Ահա մի պարզ բաղադրատոմս, վերցրեք 1 բաժակ կարմիր ոսպ, լավ լվացեք, լցրեք 2 լիտր ջուր և դրեք կրակին, մանր կտրատեք 1 գլուխ սոխ, 1 գազար, թեթև տապակեք ձիթայուղով, երբ ոսպը եփվի, ավելացրեք տապակած բանջարեղենը, ավելացրեք չորացրած ռեհան, սև պղպեղ և աղ, եփեք ևս 5 րոպե։ Այս ապուրը ոչ միայն համեղ է, այն իսկական դեղ է ձեր աղիների համար։ Կերեք այն շաբաթական 3 անգամ, և 1 ամիս անց դուք կզգաք անհավանական թեթևություն։ Ձեր մարսողությունը կկարգավորվի, իսկ իմունիտետը կսկսի վերականգնվել։ Ձեր երկրորդ դաշնակիցը կանաչին է։ Թարխուն, համեմ, մաղադանոս, ռեհան։ Սրանք վիտամինների և հակաօքսիդանտների ռումբեր են։ Ամեն օր կերեք մի մեծ փունջ թարմ կանաչի, ոչ թե մի քանի ճյուղ, այլ մի ամբողջ փունջ։ Հիմա շարժման մասին։ Դուք ասում եք, ես ծեր եմ, ուժ չունեմ։ Սա սուտ է, որը դուք ինքներդ ձեզ եք ասում։ Շարժումը կյանք է, անշարժությունը մահ։ Երբ դուք չեք շարժվում, ձեր արյունը և ավիշը կանգնում են։ Ձեր բջիջները չեն ստանում թթվածին, տոքսինները չեն հեռանում։ Դուք ինքներդ ձեզ վերածում եք կանգնած ճահճի։ Ձեզ պետք չեն մարաթոններ, ձեզ պետք է ընդամենը 30 րոպե քայլք ամեն օր, ոչ թե խանութ գնալ գալը, այլ նպատակային առույգ քայլ-քայգում։ Քայլելիս շնչեք խորը, որովայնով, ոչ թե կրծքով։ Խորը շունչը մերսում է ձեր ներքին օրգանները, այն հանգստացնում է նյարդային համակարգը, իսկ դա անչափ կարևոր է։ Ստրեսը ձեր գլխավոր թշնամին է։ Երբ դուք նյարդայինանում եք, ձեր մարմնում արտադրվում է կորտիզոլ հորմոնը։ Այս հորմոնը ուղղակիորեն սպանում է ձեր իմունային բջիջները։ Դուք կարող եք ուտել տոննաներով սխտոր, բայց եթե անընդհատ ստրեսի մեջ եք, Ոչինչ չի օգնի։ Ինչպես պայքարել ստրեսի դեմ։ Գտեք ձեզ համար հանգստացնող զբաղմունք։ Ոմանց օգնում է աղոթքը, մյուսներին դասական երաժշտությունը։ Կամ պարզապես նստեք լուռ, փակեք աչքերը և 5 րոպե հետևեք ձեր շնչառությանը։ Սա կզարմանաք, թե որքան հզոր է։ Ռուբենը սկսեց փոխել իր կյանքը։ Նա սկսեց օրը 1 բաժակ տաք ջրով և կիտրոնով։ Նախաճաշին ուտում էր ջրով եփած վարսակի շիլա մրգերով, ճաշին ոսպով ապուր։ Ընթրիքին բանջարեղենային շոգեխաշ և իր բուժիչ սխտորով մածունը։ Նա սկսեց ամեն օր քայլել հաղթանակի զբոսայգում։ Սկզբում դժվար էր, բայց ամեն օր նա ավելացնում էր հեռավորությունը։ 1 ամիս անց նա արդեն քայլում էր 5 կիլոմետր։ Նա նիհարեց 7 կիլոգրամով։ Նրա ճնշումը կարգավորվեց, բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի ունեցավ նրա ներսում։ Նրա աչքերում կրկին կյանքի կայծ հայտնվեց։ Նա սկսեց ժպտալ։ Նա սկսեց կրկին ապրել։ Դուք նույնպես կարող եք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Մենք երկար ճանապարհ անցանք միասին։ Մենք խոսեցինք ցավի ու վախի մասին։ Մենք բացահայտեցինք մեր նախնիների գաղտնիքները։ Մենք լսեցինք գիտության ձայնը։ Հիմա դուք կանգնած եք ճամփաբաժանի վրա։ Ձեր առջև 2 ճանապարհ է։ Որը կընտրեք։ Դա ձեր կյանքի ամենակարևոր որոշումն է։ Առաջին ճանապարհը ծանոթ է։ Դա անտարբերության ճանապարհն է։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը և վերադառնալ ձեր սովորական կյանքին։ Շարունակել խմել ձեր դեղերը, շարունակել դժգոհել հազից ու թուլությունից, բայց իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում։ 1 ամիս անց ձեր հազը կվերածվի բրոնխիտի, 6 ամիս անց ձեր բժիշկը կավելացնի ևս 2 նոր դեղ։ 1 տարի անց դուք կվախենաք տնից դուրս գալ, որովհետև ցանկացած սառը քամի կարող է ձեզ գցել հիվանդանոցի մահճակալին։ Դուք կդառնաք բեռ ձեր երեխաների համար։ Դուք կկորցնեք ձեր անկախությունը։ Ձեր կյանքը կվերածվի բժիշկների սենյակների և դեհատաների անվերջ հերթերի։ Սա այն կյանքն է, որ դուք ուզում եք։
Սա այն ծերությունն է, որի մասին երազել եք, բայց կա երկրորդ ճանապարհ։ Դա փոփոխությունների ճանապարհն է։ Այն պահանջում է ջանք, այն պահանջում է կամքի ուժ, բայց այն տանում է դեպի լույս։ Եթե դուք այսօր սկսեք գործել, ահա թե ինչ տեղի կունենա։ Մեկ շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի հեշտ եք շնչում։ Մեկ ամիս անց դուք կմոռանաք հազի մասին եւ կսկսեք նվազեցնել ձեր դեղերի չափաբաժինը, իհարկե բժշկի հետ խորհրդակցելով։ 6 ամիս անց դուք կզգաք այնպիսի էներգիա, որը չեք զգացել վերջին 20 տարում։ Դուք կսկսեք զբոսնել, հանդիպել ընկերների հետ։ Դուք կրկին կսկսեք վայելել կյանքը։ 1 տարի անց ձեր բժիշկը ցնցված կլինի ձեր անալիզների արդյունքներից։ Դուք կդառնաք օրինակ բոլորի համար։ Դուք կապացուցեք, որ տարիքը դատավճիռ չէ, այն ընդամենը թիվ է անձնագրում։ Ռուբենն ընտրեց երկրորդ ճանապարհը, անցել է 2 տարի, այսօր նա 70 տարեկան է, բայց նրա աչքերը փայլում են 50-ամյա տղամարդու պես։ Նա ոչ միայն հաղթեց իր հիվանդությանը, նա փոխեց իր ամբողջ կյանքը։ Նա սկսեց նկարել, ինչի մասին երազել էր մանկուց։ Նրա նկարները այժմ զարդարում են իր տան պատերը։ Նա վերականգնեց հարաբերությունները իր որդու հետ, որոնց հետ տարիներ շարունակ չէր խոսում։ Նրանք այժմ ամեն կիրակի միասին գնում են ձկնորսության։ Նրա կինը նայում է նրան նոր սիրով և հիացմունքով։ Նա տեսնում է ոչ թե հիվանդ, հոգնած ծերունու, այլ ուժեղ, կենսուրախ տղամարդու։ Ռուբենը հասկացավ, որ առողջությունը պարզապես հիվանդության բացակայությունը չէ։ Առողջությունը լիարժեք ապրելու կարողությունն է, ուրախանալ արևի ամեն մի շողից, սիրել, ստեղծագործել, լինել օգտակար քո սիրելիներին։ Այսօր դուք ստացաք բանալի դեպի նոր կյանք, բայց դուռը դուք ինքներդ պետք է բացեք։ Ոչ ոք դա ձեր փոխարեն չի անի, ոչ բժիշկը, ոչ էլ ես։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է, դա ձեր սրբազան պարտականությունն է ձեր իսկ առջև։ Սիրեք և հարգեք ձեր մարմինը, այն ձեր տունն է այս աշխարհում։ Շնորհակալություն հայտնեք բնությանը իր անսպառ նվերների համար, և շնորհակալություն գիտությանը, որ օգնում է մեզ հասկանալ այդ նվերների արժեքը։ Ես հավատում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Ես գիտեմ, որ ձեր մեջ թաքնված է անսահման ուժ։ Արթնացրեք այդ ուժը, կատարեք առաջին քայլը հենց հիմա։ Գնացեք խոհանոց և պատրաստեք ձեր առաջին բուժիչ չափաբաժինը։ Գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունը, կիսվեք ձեր հաջողություններով, ոգեշնչեք մեկմեկու, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, էլ ավելի հզոր մեթոդները։ Եվ անպայման կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ում սիրում եք։ Գուցե դուք փրկեք մի կյանք։ Առողջ եղեք և թող ձեր կյանքը լցվի լույսով ու ուրախությամբ։